Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ մեկնարկեց 2026 թվականի բռնցքամարտի անդրանիկ առաջնությունը, նվիրված հայոց բանակի կազմավորման 34-րդ տարելիցին։ Մրցաշարին մասնակցում են Գավառի, Վանաձորի, Իջևանի և Հրազդանի պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 126 բռնցքամարտիկ, կրսեր տարիքի, ավագ տարիքի և երիտասարդների պատրաստված հանրապետության մրցանակակիրներ, հաղթողներ և առաջնության մասնակից բռնցքամարտիկներ։ Բռնցքամարտը շատ ծանր մարզաձև է, պետք է բռնցքամարտիկները միշտ պատրաստ լինեն մրցումների։ Այս մի մրցաշարը հավասար է 2-3 ամսյա մարզումների։ Լավ թիմեր են մասնակցում եւ Վանաձորը, գիտեք, Վանաձորը բռնցքամարտի դարբնոցն է եւ այսօր Իջևանում լավ տղաներ կան եւ Հրազդանում եւ ինչու՞ չէ մենք էլ ունենք լավ տղաներ։ Յուրաքանչյուր մրցաշար, յուրաքանչյուր ընկերական հանդիպում մեր երեխաներին կտա էլ ավելի բարձր պատրաստվածություն։ Մրցաշարն անցնում է լարված եւ համառ մրցապայքարում, որին հետևում են թիմերի մարզիչները, ծնողները, մարզիկներն ու երկրպագուները։ Երկրորդ անգամ ենք Գավառում բռնցքամարտի մրցաշարի մասնակցում։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներից, ընկեր Մարատ Կարոյանից, շատ լավ մրցաշար կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մասնակցում ենք մոտ 15 բռնցքամարտիկով։ Շատ լավ պատրաստված ենք, հույսով ենք ամեն ինչ լավ կընթանա, արդեն 2 մենամարտ հաղթեցինք։ Բռնցքամարտի մրցաշարը անցկացնելը խթանում է մասսայականացմանը մարզաձևի, շատ լավ արդյունք է տալիս։ Անկեղծ որ ունեմ, առաջի անգամ եմ մասնակցում, բայց միշտ լսել եմ, որ շատ լավ է կազմակերպել ու այս անգամ որոշեցի, որ իմ թիմս էլ ներկայանա։ 17 մարզիկով ենք ներկայացել մրցաշարին։ Լավ ենք սկսել։ 3 մենամարտ ենք ունեցել, 3 հաղթանակով ենք սկսել։ Դե մնացածն էլ առջևում են, տեսնենք։ Նմանատիպ մրցաշարերը մարզաձևով զբաղվող պատանիներին հնարավորություն են տալիս զարգանալու, իրենց կարողությունները ցուցադրելու, ինչպես նաև հանրապետական եւ միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու։ Զբաղվում եմ մրցամարտով 3 տարի։ Այս մրցումները մեզ են մարզում։ Նորեկներին ամենաառաջինը տալիս է ոնց որ ավելի լավ են կպնում, ուժեղների հաշվին սովորում են կպնելը, փորձ է էլի։ Ես ուրախ եմ, որ եկել եմ այս մրցմանը եւ հաղթանակով գնալու եմ տուն։ Ես ավելի շատ կպարապեմ, որ հասնեմ արդյունքներին։ Շատ լավ մրցաշար է կազմակերպված։ Իհարկե մենամարտերը արդար են։ Նման մրցաշարերի անցկացումը ավելի շատ տալիս է փորձ, մրցակիցներին ճանաչում, ավելի շատ մարզում, ավելի ուժեղացում։ Ամեն ինչ լավ մակարդակով էր կազմակերպված, շատ շնորհակալ եմ մեր մարզիչին եւ մնացած մարզիչներին այս մրցումը կազմակերպելու համար։ Պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը, դենց ասած նախամրցումային մրցումներ էլի։ Եկանք, կպանք, փորձեր բերինք, նոր ընկերների հետ ծանոթացանք, կպատրաստվեմ, որ հաջորդ մրցումին ավելի շատ արդեն աշխատեմ։ Ընդհանուր առմամբ լավ էր, մարզիչը գոհ էր։ Մրցաշարին մասնակցող բոլոր մարզիկները պարգևատրվում են համապատասխան կարգի մեդալներով եւ հավաստագրերով։ Պարգևները հանձնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նարեկ Մուրադյանը, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Մինասյանը եւ մրցաշարին հրավիրված հյուրերը։ Մրցաշարի գլխավոր մրցավար Մարատ Կարոյանն էլ գոհունակությամբ արձանագրում է, որ թիմերը մրցաշարին ներկայացել են բարձր պատրաստվածությամբ։ Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում կազմակերպիչներին, մրցավար Մարատ Կարոյանին մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մրցավարին հանձնում են նաև հուշանվերներ։ Արփիկ Կակոյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։